Ազարյանական խաչ հնարքի մասին շատերդ գիտեք, բայց գիտեիք արդյոք, որ դրա պատճառով լեգենդար մարզիկին անգամ որակազրկում էր սպառնում։ Այս պատմությունը տեղի ունեցավ 1953 թվականին Լենինգրադում կայացած մրցաշարի ընթացքում։ Ալբերտ Ազարյանն առաջին անգամ ցուցադրում է մի տարր հնարք, որն աշխարհը դեռ չէր տեսել։ Նա օղակների վրա խաչաձև պահում է մարմինն այնպես, կարծես այն քարից լինի, բայց մրցավարները կառչեցին դրանից, պնդելով, որ բավարար չէ, պետք է պահել 3 վայրկյան։ Այդ ժամանակ Ազարյանը կրկին ընդունեց դիրքը, պահեց դադարն ու շրջվեց դեպի մրցավարը, ապա շրջվեց դեպի երկրորդը ու հարցրեց. «Բավարար է»։ Ելույթի ընթացքում խոսելն արգելված էր, դրա համար նրան կարող էին հեռացնել մրցաշարից, բայց մրցավարներից մեկը նկատեց, որ սա նոր տարր է և նման կերպ վարվելը պարզապես անբարո կլիներ։ Այս դրվագը մտավ պատմության մեջ, իսկ հնարքը մինչև օրս համարվում է մարմնամարզության ամենաբարդ տարրերից մեկը։